ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի 3 հիմնական միջուկային օբյեկտներին, թիրախ են դարձել Իրանի միջուկային ենթակառուցվածքներից 3-ը՝ Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը, Նաթանզի միջուկային կենտրոնը, Իսֆահանի տեխնոլոգիական համալիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, նախազգուշացնելով Թեհրանին, որ խաղաղությանը չհամաձայնելու դեպքում ավելի կործանարար հարվածներ կհասցվեն։ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարության համաձայն գործողությունը լիովին հաջող է եղել։ Հարվածները նպատակ էին հետապնդում կասեցնել Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացումը։ Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի գործողություններին, պնդելով, որ նախապես տարհանել է բոլոր 3 միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տեղի ունեցածը համարել է զարհուրելի եւ հայտարարել, որ դրանք կունենան անդառնալի հետևանքներ։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը խնդրել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ ԱՄՆ-ի հարվածներն անվանել է վտանգավոր էսկալացիա եւ ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության եւ անվտանգության համար։